Ասում են, պատերազմները մղվում են իշխանության համար, բայց իշխանությունը միշտ չէ, որ չափվում է զենքով։ Շատ հաճախ այն չափվում է տարածքով, ճանապարհներով, անցումներով և հողով։ Ուկրաինական պատերազմում ամեն ինչ սկսվում և ավարտվում է հենց հողով, որովհետև Ուկրաինայի հողը հարուստ է մի բանով, որը նավթից էլ ավելի արժեքավոր է։ Այն է լիթիումը, տիտանը, երկաթը, մանգան, հազվագյուտ հողային տարրերը։ Սրանք պարզապես հանքանյութեր չեն, սրանք ժամանակակից կյանքի շինանյութերն են։ Սրանք են կազմում էլեկտրական մեքենաների, արբանյակների և սմարթֆոնների ու վերականգնվող էներգիայի համակարգերի հիմքը։ Ուստի ով վերահսկի այդ ռեսուրսները, նա կվերահսկի ժամանակակից արտադրությունը և բոլորիս կյանքը։ Ողջույն։ Ձեզ հետ է Word and Me Project-ը և դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Հիշեցնեմ, որ կարող եք աջակցել այս ալիքին հավանելով Word and Me Project-ի տեսանյութերը, տարածելով դրանք և բաժանորդագրվելով այս ալիքին։ Իսկ այժմ խոսեմ Ուկրաինայի մասին։ Ուկրաինայի պատերազմը զուտ սահմանների համար չի մղվում, այն նախ և առաջ մղվում է ճանապարհների և ռեսուրսների համար։ Եվ հենց այդ ճանապարհների երկայնքով գտնվող հողի տակ է թաքնված այն, ինչին ձգտում են բոլոր գերտերությունները, ներկայի և ապագայի հանքանյութերը։ Թերևս կհիշեք Վաշինգտոնում կայացած շատ լարված հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյդի Վանսի միջև։ Այդ խայտառակ լարված հանդիպումից հետո սկսեցին խոսել Միացյալ Նահանգներ Ուկրաինա հանքային գործարքների մասին։ Սա մատնանշեց մի շատ կարևոր փաստ։ Ուկրաինայի հսկայական ստորգետնյա հարստությունն է այն բանալին, որ հնարավորություն է տալիս այսպես բացել դուռը և հասկանալ, թե ինչի շուրջ է իրականում այս պատերազմը։ Պատկերացրեք երկիրը որպես ժամանակակից հեռախոս, սմարթֆոն։ Ճանապարհներն ու երկաթուղիները լիցքավորման մալուխներն են։ Դրանցով տեղափոխվում են էներգիա և տրամադրվում անհրաժեշտ լիցքավորում։ Իսկ հանքանյութերը մարտկոցներն ու միկրոչիպերն են։ Ոչինչ չի աշխատում, առանց դրանց։ Ուկրաինան ունի երկուսն էլ՝ ճանապարհներ և բնական պաշարներ։ Ահա թե ինչու են աշխարհի հզոր տերությունները այդքան ուշադիր հետևում այնտեղ կատարվող ամեն բանի։ Այսպիսով, ինչ ունի Ուկրաինան և ինչն է դարձնում Ուկրաինային այդքան արժեքավոր։ Սկսեմ լիթիումից։ Ուկրաինան ունի Եվրոպայի ամենամեծ լիթիումի պաշարները, հիմնականում Դոնեցկի և Կիրովոգրադի մարզերում։ Ինչու է այն այդքան կարևոր, որովհետև լիթիումը ժամանակակից տնտեսության սիրտն է։ Այն արևային և քամու էներգիայի պահեստավորման համակարգերի, էլեկտրական մեքենաների, նոթբուքերի, սմարթֆոնների, մարտկոցների հիմնական բաղադրիչն է։ Առանց լիթիումի մարտկոցներ չեն կարող լինել, իսկ առանց մարտկոցների չի կարող լինել ոչ էլեկտրական մեքենաներ, ոչ վերականգնվող էներգիա, ոչ էլ կանաչ ապագա։ Այնպես որ այսօրվա աշխարհում, ով վերահսկում է լիթիումը, վերահսկում է համաշխարհային տնտեսության մի մասը։ Վերցնենք մեկ օրինակ՝ Տեսլան և Իլոն Մասկը։ Միացյալ Նահանգներ Չինաստան լարվածության ամենաթեժ շրջանում, երբ Վաշինգտոնը զգուշացնում էր ամերիկյան ընկերություններին դուրս գալ Չինաստանից, Մասկը ճիշտ հակառակն արեց։ Նա կառուցեց և ընդլայնեց Տեսլայի գիգագործարանը Շանհայում, որն այսօր արտադրում է ավելի շատ Տեսլա մեքենաներ, քան աշխարհի ցանկացած այլ գործարան։ Ինչու՞։ Որովհետև Չինաստանը ոչ միայն արդյունահանում է լիթիում, այլև մշակում է այն։ Չինաստանը վերահսկում է աշխարհի լիթիումի վերամշակման հզորությունների մոտ 2/3-ը։ Ավստրալիայից, Չիլիից և Արգենտինայից ստացվող հումքը վերածելով մարտկոցների համար անհրաժեշտ նյութի, ինչն էլ աշխարհի բոլոր էլեկտրական մեքենաների բաղկացուցիչ մասն է։ Վերամշակված հումքին մոտ լինելը Իլոն Մասկի համար պարզապես ռազմավարություն չէր։ Դա Տեսլայի ապագայի և գոյատևման հարց էր։ Առանց լիթիումի մարտկոցներ չկան։ Առանց մարտկոցների Տեսլաներ չկան, և առանց էլեկտրական մեքենաների չկա այդ կանաչ հեղափոխությունը։
Բայց Տեսլա միակ արտադրողը չէ, որ ստիպված է Չինաստանի պայմաններով խաղալ արտադրությունը շարունակելու համար։ Եվրոպայի ամենամեծ ավտոարտադրողը Volkswagen-ը համագործակցեց Չինաստանի խոշորագույն մարդկոց արտադրող Cattle-ի հետ իր էլեկտրական մեքենաների համար լիթիում իոնային մարտկոցների մատակարարում ապահովելու նպատակով։ Այսօր չինական Cattle-ը վերահսկում է համաշխարհային մարտկոցների շուկայի ավելի քան 30%-ը։ Cattle-ի առավելությունը և հզորությունը հիմնված է հենց լիթիումի վերամշակման և արտադրության վերահսկողության վրա, երբ Եվրոպայի ամենամեծ ավտոարտադրողը կախված է Չինաստանում լիթիումային հսկայից, դա այլևս պարզապես բիզնես չէ, դա աշխարհաքաղաքականություն է։ Բայց խոսքը միայն մեքենաների մասին չէ։ Apple-ին ևս օդի ջրի պես լիթիում է անհրաժեշտ։ Յուրաքանչյուր iPhone, յուրաքանչյուր MacBook, յուրաքանչյուր AirPod կախված է հենց այդ մետաղից։ Apple-ի հիմնական մատակարարը Foxconn-ը ընդլայնել է մարտկոցների և էլեկտրական մեքենաների բաղադրիչների արտադրությունը Չինաստանում, Հնդկաստանում և Վիետնամում, բոլորն էլ լիթիումի վերամշակման կենտրոնների մերձակայքում։ Ձեր տանը կամ աշխատավայրում օգտագործվող գրեթե յուրաքանչյուր սարք, որը կարելի է լիցքավորել, պահանջում է լիթիում։ Ասել է, թե առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության զգալի մասը հիմնված է հենց լիթիումի վրա։ Ուստի լիթիումը դարձել է ժամանակակից աշխարհի հիմքը։ Այն շատ առումներով որոշում է, թե ով է 21-րդ դարում կարողանալու արտադրել նորագույն տեխնոլոգիաներ մատչելի գներով և պահպանել առաջնորդի դիրքերը և ով է մղվելու երկրորդային պլան։ Եթե Եվրոպան չունի սեփական լիթիումի պաշարներ, իսկ Ուկրաինան ունի նման պաշարներ, ապա Ուկրաինան դառնում է անփոխարինելի Եվրոպայի ապագայի համար։ Առանց ուկրաինական լիթիումի Եվրոպան մնում է կախված Չինաստանից։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվան չի ցանկանում, որ Եվրոպայի կանաչ էներգիայի անցումը հաջողի, քանի որ դրանով վերջ կդրվի Եվրոպայի կախվածությանը ռուսական նավթից և գազից։ Բայց եթե այդ անցումը տեղի ունենա այնուամենայնիվ, և Ռուսաստանը վերահսկի Ուկրաինայի լիթիումի հանքերը, ապա Մոսկվան կունենա այլ ընտրակ։ Եվրոպայի վրա նավթ ու գազ վաճառելու փոխարեն այն լիթիում կվաճառի, Ռուսաստանը։ Ի վերջո, ով վերահսկում է Ուկրաինայի լիթիումը, նա է վերահսկում Եվրոպայի էներգետիկ ապագան։ Միացյալ Նահանգները ևս սեփական լիթիումի աղբյուրներ չուներ երկար ժամանակ և ստիպված էր ապավինել արտաքին աղբյուրների վրա։ Հնարավոր է, որ ուկրաինական լիթիումը պատերազմի առաջին տարում, իսկ գուցե նույնիսկ երկրորդ տարում, դեռևս զգալի դեր էր խաղում Միացյալ Նահանգների ռազմավարական հաշվարկներում։ Սակայն 2023 և 2024 թվականներին Միացյալ Նահանգներում հայտնաբերվեցին նոր լիթիումի պաշարներ և անմիջապես առաջնահերթություն տրվեց Նևադայի և Հյուսիսային Կարոլինայի խոշոր հանքային նախագծերի զարգացմանը։ Նման զարգացումները Վաշինգտոնին մի փոքր ավելի պակաս կախված դարձրեցին Ուկրաինայի լիթիումից և պակաս հետաքրքրված Ուկրաինայով այդ առումով, սակայն Ուկրաինայի աշխարհագրական դիրքը, ճանապարհները և մյուս հանքային պաշարները շարունակում են մնալ արևմտյան մատակարարման շղթայի առանցքային օղակ։ Իսկ լիթիումը միակ գանձը չէ, որը թաքնված է ուկրաինական հողի տակ։ Ուկրաինայի հողը հարուստ է հազվագյուտ տարրերով, հենց այն մետաղներով, որոնք ապահովում են ժամանակակից աշխարհի գործունեությունը։ Գուցե նեոդիմիում և լանթան անունները շատերին անծանոթ լինեն, բայց հենց այդ մետաղներն են հնարավոր դարձնում քամու տուրբինների, կործանիչների, սմարթֆոնների և արբանյակների արտադրությունը։ Հեռու չգնամ։ Ես ապրում եմ Կոլորադոյում, որտեղ գտնվում է Lockheed Martin ընկերությունը։ Հենց այն ընկերությունը, որը կառուցում է F-35 կործանիչներ և առաջադեմ արբանյակներ։ Նման տեխնոլոգիա արտադրելու համար անհրաժեշտ են մշակված հազվագյուտ մետաղներ, և Ուկրաինան ունի այդ հազվագյուտ մետաղները
Դնեպրում և Դոնբասում, հենց այն շրջաններում, որոնց վերահսկման համար Ռուսաստանը կատաղի պայքար է մղում։ Եվ ահա ինչն է հետաքրքիր. Չինաստանն արդեն գերիշխում է համաշխարհային հազվագյուտ մետաղների վերամշակման 80-ից 90%-ը։ Նույնիսկ եթե այլ երկրներ արդյունահանում են այս տարրերը, նրանք հաճախ հանքաքարը ուղարկում են Չինաստան վերամշակման համար, ապա հետ են գնում պատրաստի մագնիսները, չիպերը և բաղադրիչները։ Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր հրթիռ, յուրաքանչյուր էլեկտրական մեքենա և յուրաքանչյուր սմարթֆոն կախված է չինական գործարաններից։ Հիմա ինքներդ ձեզ հարցրեք. արդյոք Չինաստանը ցանկանում է կորցնել այդ լծակը։ Արդյոք Չինաստանը կցանկանա, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները վերահսկեն Ուկրաինայի հազվագյուտ մետաղների հանքավայրերը և այնտեղ կառուցեն իրենց վերամշակման գործարանները։ Խիստ կասկածում եմ։ Չինաստանի համար լավագույն տարբերակը կլինի այն, որ հենց ինքը կարողանա վերահսկել Ուկրաինայի հազվագյուտ մետաղների հանքավայրերը։ Իսկ եթե նման բանն անհնար է, ինչը ես չեմ կարծում, թե հնարավոր լինի Չինաստանի համար, ապա հաջորդ ամենանպաստավոր տարբերակն այն է, որ վերահսկողություն ստանա Ռուսաստանը, քանի որ Մոսկվան այս հարցում Պեկինի բնական դաշնակիցն է։ Սա կհանգեցնի Միացյալ Նահանգների և Եվրոպայի տոտալ կախվածությանը Չինաստան-Ռուսաստան դաշինքից, եւ այս պատճառով է, որ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար նման կախվածությունից օր առաջ ազատվելը դարձել է ռազմավարական առաջնահերթություն։ Մի պարզ բան հիշեցնեմ. երբ վերջերս Դոնալդ Թրամփը սպառնում էր Չինաստանին, որ կրկին կբարձրացնի մաքսատուրքերը, Պեկինը պատասխանահարված հասցրեց սպառնալով դադարեցնել հազվագյուտ մետաղների մատակարարումը դեպի Միացյալ Նահանգներ։ Ինչ է կարծում, ինչ եղավ։ Միացյալ Նահանգներում միանգամից խոճապ առաջացավ, արժեթղթերի շուկան կտրուկ անկում գրանցեց։ Թրամփի արձագանքը զգալիորեն մեղմացավ, առանձնապես ոչ նորմալ պատասխան տվեց Թրամփը մեծ հաշվով Չինաստանի շանտաժին, ոչ էլ որևէ քայլ կատարեց Չինաստանի նկատմամբ տարիֆները բարձրացնելու համար։ Ինչու՞։ Որովհետև եթե Չինաստանը իրականում դադարեցներ այդ մատակարարումները, բազմաթիվ ամերիկյան արտադրություններ պարզապես կդադարեին գոյություն ունենալ կամ ստիպված կլինեին տեղափոխվել Չինաստան, ինչը Ամերիկան ամեն գնով փորձում է խուսափել։ Ուկրաինայի հանքավայրերը այս իմաստով կարող են դառնալ Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար կենսական այլընտրանք։ Իսկ Ուկրաինայի համար այս ռեսուրսներն ունենալը նշանակում է մեկ բան՝ մեծ տերությունները պատճառ ունեն այն պաշտպանելու և Ուկրաինայով հետաքրքրվելու։ Ռուսաստանի համար այս հանքային հարստություններով լի հողերը զավթելը նշանակում է ձեռք բերել կարևոր լծակներ, նույնիսկ այն բանից հետո, երբ նավթի և գազի դերը աշխարհում նվազի։ Բնականաբար Ռուսաստանի հույսն այն է, որ պատերազմի ավարտից մի առ ժամանակ անց Եվրոպան կրկին ստիպված կլինի ռուսական գազ ու նավթ գնել, բայց եթե Եվրոպան ամբողջությամբ անցում կատարի դեպի վերականգնվող էներգիայի և դադարեցնի ռուսական նավթի և գազի գնումը, Ռուսաստանի տնտեսությունը կկանգնի փլուզման եզրին, եթե Մոսկվան չգտնի Արևմուտքի վրա ազդեցություն պահպանելու այլ ուղիներ։ Ուկրաինայի կարևորագույն հանքային շրջանների վերահսկողությունը Ռուսաստանին տալիս է հենց այդ հնարավորությունը։ Սա է Ռուսաստանի երկարատև խաղը, որտեղ մետաղների վերահսկողությունը պետք է փոխարինի նավթի և գազի վերահսկողությանը։ Ուկրաինան գտնվում է կարևորագույն խաչմերուկում, ոչ միայն սահմանների և ճանապարհների, այլ նաև ապագայի հանքանյութերի և արտադրությունների խաչմերուկում։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ուկրաինան նաև աշխարհի առաջատար տիտանի արտադրողներից է։ Տիտանի խոշոր հանքավայրերը գտնվում են Դնեպրոպետրովսկում և Զապորոժիեում։ Տիտանը անփոխարինելի է ավիացիայի տիեզերական տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության և բժշկական սարքավորումների արտադրության համար։ Ինքնաթիռների, տիեզերանավերի և վիրաբուժական գործիքների բոլոր արտադրության մեջ կիրառվում է տիտան։ Եթե դուք ունեք իմպլանտ, ատամների տիտան է օգտագործվում։ Boeing,
Airbus, Lockheed Martin և բազմաթիվ այլ հսկաներ կախված են Տիտանի կայուն մատակարարումներից։ Նույնը վերաբերվում է նաև Ռուսաստանի սեփական պաշտպանական արդյունաբերությանը։ Իսկ Ուկրաինայի Տիտանի պաշարները հսկայական են։ Իդեպ ես միայն կարևոր ռեսուրսներն եմ նշում։ Ուկրաինան հարուստ է նաև գրաֆիտով։ Գրաֆիտի պաշարների մեծ մասը գտնվում է Ուկրաինայի կենտրոնական մասում, Կիրովոգրադի շրջակայքում։ Գրաֆիտը լիթիում-իոնային մարտկոցներում ձևավորում է անոդը, այսինքն բացասական կողմը, որը կուտակում է էներգիա։ Այս պահին Չինաստանը գերիշխում է գրաֆիտի համաշխարհային արտադրության մեջ, սակայն Ուկրաինայի պաշարները կարող են դառնալ արևմուտքի համար երկարաժամկետ և ոչ չինական այլընտրանք։ Պարզ ասած, լիթիումը ուժն է, գրաֆիտը հիմքը, հազվագյուտ տարրերը շարժումը, իսկ տիտանը մարմինը։ Միասին դրանք կազմում են ոչ միայն ժամանակակից արտադրության, այլև ռազմական հզորության միջուկը։ Ով վերահսկում է այս մետաղները, վերահսկում է 21-րդ դարի տնտեսության ողնաշարը։ Այս ռեսուրսների վերահսկումը նշանակում է ապագայի վերահսկում, հաջորդ ինքնաթիռի, անօդաչու թռչող սարքի, արբանյակի և հրթիռի։ Սա է բանալին հասկանալու համար, թե ինչու է Ռուսաստանը ցանկանում շարունակել պատերազմը։ Հակառակ դեպքում, եթե Մոսկվան իսկապես ուզում է խաղաղություն կամ միջազգային ճանաչում որոշ տարածքների, ինչու հիմա չի կնքում համաձայնագիր, որովհետև Ռուսաստանի համար ցանկացած խաղաղության դիմաց տարածք տարբերակ պետք է ապահովի առավելագույն լծակներ։ Իսկ դա նշանակում է մինչև բանակցությունները գրավել որքան հնարավոր է շատ դիրքեր, հատկապես Ուկրաինայի ռեսուրսներով հարուստ արևելքում և հարավում։ Վերցնենք վերջերս տեղի ունեցած Թրամփ-Պուտին բանակցությունները, տարածքային զիջումների և անգամ մասնակի զինադադարի քննարկումներով։ Դրանք արագ տապալվեցին, քանի որ Մոսկվան մեկ բան հստակեցրեց. ցանկացած համաձայնագրից առաջ Ռուսաստանը ցանկանում է ավելի շատ տարածք, ավելի շատ լծակներ և ավելի շատ հանքանյութեր ձեռք բերել։ Ռուսաստանի տրամաբանությունը պարզ է. ինչու վաճառել վաղվա մարտկոցների հիմքը, եթե կարող ես գրավել, սպասել և պահել այն։ Եթե որևէ տարածաշրջան պարունակում է լիթիում, հազվագյուտ մետաղներ, տիտան կամ գրաֆիտ, դրանցից հրաժարվելը նույնն է, ինչ ձեր միակ մարտկոցների կամ շարժիչների գործարանը հանձնելը։ Ռուսաստանի կողմից նման քայլը միամտություն և հիմարություն կլիներ։ Բանակցություններում յուրաքանչյուր տարածք, որը միավորում է տրանսպորտային միջանցքը և հանքային հարստությունը, միայն քարտեզի քառակուսի կիլոմետր չէ, այն ապագայի ուժի միավոր է։ Ահա թե ինչու Ռուսաստանը հիմա բացարձակ ցանկություն չունի համաձայնության գալու։ Ռուսաստանի տեսանկյունից այսօր իր վերահսկողության տակ գտնվող յուրաքանչյուր լրացուցիչ կիլոմետր ճանապարհ, երկաթուղի կամ հանքավայր դառնում է վաղվա բանակցության և ազդեցության կարևոր մաս։ Հենց այդ պատճառով էլ Թրամփ-Պուտին վերջին բանակցությունները ոչնչի չհանգեցրեցին։ Կամ Ռուսաստանը պետք է այնպիսի խղճուկ վիճակում հայտնվի և բացահայտ տանուլ տա պատերազմում, որ համաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ, գոնե պահպանելով Ղրիմը, կամ Ռուսաստանին պետք է հանձնվի Ուկրաինայի հարավն ու արևելքը իր հանքային հարստություններով հանդերձ։ Եթե Ռուսաստանը պահպանի այդ շրջանների վերահսկողությունը, նա կստանա լծակներ ճնշում գործադրելու Եվրոպայի վրա օգտագործելով հանքանյութերը այնպես, ինչպես երբևէ օգտագործվում էր գազը։ Եթե Եվրոպան չկարողանա ուղիղ կամ անուղղակի թաթը դնել այդ ռեսուրսների վրա, Եվրոպան կշարունակի կախված մնալ Չինաստանի վերամշակման գործարաններից և Ռուսաստանի հանքերից։ Իսկ սա նշանակում է յուրաքանչյուր հողմային տուրբին, յուրաքանչյուր էլեկտրական մեքենա և յուրաքանչյուր առաջադեմ զենքի արտադրություն կախված կլինի այն հումքից, որ գալիս է Չինաստանից և Ռուսաստանից։ Բայց եթե Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կարողանան կառուցել այլընտրանքային ուղիներ և վերամշակման գործարաններ, ապա ամբողջ արևմտյան դաշինքը կդառնա ավելի անվտանգ, ավելի անկախ և ավելի ուժեղ։ Այսօր արդեն Չինաստան-Միացյալ Նահանգներ մղվող սառը պատերազմի կոնտեքստում սա օդի ջրի պես անհրաժեշտ լծակ է։
Ամերիկան չի կարող շարունակել պայքարը Չինաստանի դեմ եւ առավել եւս հաղթել Չինաստանին, եթե Ամերիկան կախված է Չինաստանից։ Իսկ ինչ վերաբերվում է Ուկրաինային, ապա եթե երկիրը կարողանա վերականգնել կորսված տարածքները եւ պահպանել իր հանքավայրերի եւ ճանապարհների վերահսկողությունը, այն ոչ միայն միջոցներ կունենա վերակառուցման համար, այլև կկարողանա ազատ առևտուր անել եւ ինտեգրվել եվրոպական մատակարարման շղթաներին։ Ռեսուրսները եւ Ուկրաինայով անցնող ճանապարհները կարող են դառնալ Ուկրաինայի նոր տնտեսության հիմնասյունը, ներգրավել ներդրումներ եւ ամրապնդել Ուկրաինայի դիրքը Եվրոպայի տնտեսական ապագայում։ Ամփոփեմ, թե ինչ ելք է ցանկանում յուրաքանչյուր մեծ խաղացող։ Չինաստան։ Չինաստանի նպատակը մրցակցությունը չէ, այլ վերահսկողությունը։ Պեկինը ցանկանում է պահպանել իր գերիշխանությունը հազվագյուտ մետաղների վերամշակման եւ մարտկոցների արտադրության ոլորտում։ Չինաստանի սահմաններից դուրս վերամշակված յուրաքանչյուր տոննա լիթիում, գրաֆիտ կամ նեոդիմիում սպառնում է նրա լծակին եւ Պեկինը դա շատ լավ գիտի։ Պեկինին անհրաժեշտ է կամ թաթը դնել Ուկրաինայի հանքավայրերին, ինչը շատ քիչ հավանական է, կամ գոնե դաշնակցել այն երկրների հետ, ով կտիրի այդ հանքավայրերին։ Ամենալավ տարբերակը այս դեպքում Ռուսաստանն է։ Ռուսաստանի նպատակն է ոչ միայն ղրիմ տանող ցամաքային միջանցք ձեռք բերելը, այլև թաթը դնել արևելյան եւ հարավային Ուկրաինայում գտնվող հանքավայրերին։ Ռուսաստանը ցանկանում է, որ ռեսուրսները լինեն իր վերահսկողության տակ, մինչ որևէ խաղաղության համաձայնագիր կնքելը։ Այս հանքանյութերը Մոսկվայի տոմսն են աշխարհում երկարաժամկետ ազդեցություն պահպանելու եւ իր դիրքերը ամրապնդելու համար։ Եթե Ռուսաստանը չկարողացավ ապահովել նման վերահսկողություն, ժամանակի հարց է, թե երբ է ռուսական տնտեսությունը փլուզվելու։ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները այս երկու խաղացողները ցանկանում են ապահովել անվտանգ մուտք դեպի հանքավայրեր եւ անկախ առևտրային ուղիներ։ Նրանք եւս ուղիղ կամ անուղղակի հավակնում են ձեռք բերել այդ հանքավայրերը, որովհետեւ այս երկու խաղացողների համար էլ ռիսկը շատ իրական է։ Եթե Մոսկվան եւ Պեկինը ձեռք բերեցին ուկրաինական հանքավայրերի նկատմամբ վերահսկողություն, Արևմուտքը կարող է տասնամյակներ շարունակ բախվել հումքի պակասի, հումքի ավելի բարձր գների եւ միջազգային շուկայում տեխնոլոգիաների արտադրության թուլացած դիրքերի։ Մի խոսքով, եթե Ուկրաինան կորցնի այդ տարածքները ու հանքանյութերը, իսկ Միացյալ Նահանգները չկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ, Վաշինգտոնը կբախվի ռազմավարական առումով կասկադային խնդիրի։ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու Միացյալ Նահանգների ծրագիրը կփլուզվի, քանի որ հազվագյուտ մետաղների եւ մարտկոցների մատակարարման շղթաները կլինեն Չինաստանի եւ Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ամերիկյան պաշտպանական եւ տեխնոլոգիական հսկաները Lockheed Martin-ից մինչև Apple կշարունակեն անուղղակիորեն կախված մնալ Չինաստանում վերամշակված բաղադրիչներից։ Արևմուտքի էներգետիկ անցման գործընթացը կդանդաղի, քանի որ առանց Ուկրաինայի հանքավայրերի մուտքի մաքուր տեխնոլոգիաների համար անհրաժեշտ նյութերը կդառնան ավելի դժվար հասանելի, եւ աշխարհաքաղաքական առումով Ռուսաստան-Չինաստան դաշինքը, որը վերահսկում է Եվրասիայի հիմնական ռեսուրսները, կթուլացնի Միացյալ Նահանգների ազդեցությունը Եվրասիայում, Մերձավոր Արևելքում եւ դրանից դուրս։ Հակիրճ, ով վերահսկում է այդ ուկրաինական ճանապարհներն ու ռեսուրսները, ոչ միայն ձևավորում է Ուկրաինայի ճակատագիրը, այլև որոշում է ամբողջ աշխարհի ներկան եւ ապագան։ Դե ինչ։ Ձեզ հետ է Word in Me Project-ը եւ դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Եթե այս տեսանյութը օգնեց ձեզ հասկանալ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, տեսնել դրանք մի փոքր ավելի պարզ, ապա սեղմեք հավանել կոճակը, տարածեք տեսանյութը եւ բաժանորդագրվեք այս ալիքին։ Իսկ մեկնաբանություններում խնդրեմ ասեք, թե ձեր կարծիքով ով է ձևավորելու ապագան՝ Ուկրաինան եւ նրա դաշնակիցները, թե Ռուսաստան-Չինաստան առանցքը։ Եկեք քննարկենք։